Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության մեջ կայացավ ազգային ժողովի 41-րդ նիստը։ Արևմտյան Հայաստանի մեջ վաճառքի տրված է հայկական եկեղեցին եւ հողադարձը։ Ավետարանոց քյուղի տարածքին գտնված վիշապաքարը Արցախի հնագույն սրբավայրերեն մեկն է։ Խաղաղության խոստումներ եւ ադելության լեզու, Բաքվի ռեժիմի գրտնագի քաղաքականությունը։ Հանգարց թատրոնը ներկայացուց Իմ սիրտը լեռներուն մեջ է հայերենը գենթանի բաբանելով։ Հայ ոսկերչության պատմությունը անգլերեն թարգմանությամբ։ Մատենադարանը պիտի ներկայացնե Մխիթար Քոշի եզակի դաստանակիրքը։ Բելգրադի կիրքի 68-րդ միջազգային ցուցահանդեսին ներկայացված են նաև հայ գրողներու կիրքեր։ Հոկտեմբեր 29-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի խորհրդարանի 41-րդ նիստը։ Նիստին հայտարարվեցավ, որ սեպտեմբեր 13-ին նախագահին պաշտոնը տապուր է եւ սկսած է ընդրարշավի գործընթացը։ Հաշվի առնելով թիմումներու բացակայությունը, պատգամավորները գրգին առաջադրեցին Արմենակ Աբրահամյանի տեխնատությունը, զինք ճաշնալով իբրև միակ պաշտոնապես հաստատված տեխնատու։ Ազգային ժողովը հadoop հայտարարությամբ պաշտոնապես հաստատեց Արմենակ Աբրահամյանի տեխնատությունը։ Հաստատվեցավ, որ նախագահական ընտրությունը տեղի պիտի ունենա նոյեմբեր 22-ին ազգային ժողովի պատգամավորներու քվեարկությամբ։ Բացի նախագահական հարցեն քննարկվեցավ նաև բնիկության մասին նախագիծի ուղեկցող նամակի գազման անհրաժեշտությունը, հիշեցնելով 2017-ին Զարուհի Պոստանջյանի ներկայացուցած նախաձեռնությունը։ Նիստի մշակութային բաժնի ընթացքին ներկայացվեցավ հետաքրքրական նյութեր Մալաթիայի հայ համայնքին մասին, անդրադառնալով այնտեղ կատարված հայկական բուսակադրության արարողության, որ կնշե Արևմտյան Հայաստանի հայրու միասնության եւ ինքնության պահպանման փաստը։ Նիստը ամփոփեց ազգային ժողովի նախագահ Տիգին Նելի Հարությունյան։ Արևմտյան Հայաստանի Ուրֆա նահանգի Հալֆետի շրջանին մեջ վաճառքի տրված է հայկական եկեղեցու հողադարձը։ Նման տեղեկություն հրապարակված է 2025-ի փետրվար 5-ին անշարժ քույկի գործակալության գայքի մեջ եւ արգայ է շինության սեփականության վկայականը։ Հայկական եկեղեցու հարևանությամբ բնակող քաղաքացիներեն մեկը հայտնած է, որ հոն անցյալին հայր ապրած են եւ գյուղին մեջ գտնված է հայկական եկեղեցի եւ քահանայի տուն։ Ըստ անոր հայերը մոտ 120 տարի առաջ հեռացած են գյուղեն եւ անգե այդ եկեղեցու մեկ մասը վերածված է մզգիթի։ Եկեղեցու եւ դան բادرում վրա նախշեր կային։ Այդ նախշազարդ բادرը 2023-ի փետրվարի երկրաշարժին հետևանքով փլած են։ Երկրաշարժեն առաջ հոս կբնակեր սեփականատերը, բայց վերջերս լսեցինք, որ կփապակի վաճառել տարածքը, նշած է դեղացի բնակիչը։ Ասկերանի շրջանի Շիխալի գոչված տեղամասին մեջ բացահայտված է բացառիկ վիշապաքարը առաջինը Արցախի տարածքին մեջ։ Հուշարձանը ունի օվալացիվ կառուցվածք եւ դրված է պատվանդանի վրա։ Անոր երկարությունը կհասնի 2.5 մետրի, իսկ բարձրությունը մոտ 70-80 սանտիմետրի։ Ինչպես հայտնի է, վիշապաքարերը սովորաբար կդեղատրվեին ջրային աղբյուրներու եւ ջրաբազաններու ագունքներուն մոտ, խորտանշելով դարերքի ուժը, բնության զարտոնքը, բտղաբերությունն ու արադությունը։ Շիխալի դեղանունը կտարգմանվի իբրև բարձրացիր սրբավայր կամ բարձր սուրբ եւ կապված է մակրության եւ ջուրի խորտանիշներուն հետ։ Հուշարձանը մոխրագույն գրակար է կառուցված եւ շատ լավ պահպանված է։ Այս արժեքավոր կդածոն եւս մեկ վկայություն է Արցախի հնագույն քաղաքակրթության եւ հոգեվոր մշակույթի հարուստ ժառանգության մասին։ Ադրբեջանի իշխանությունները միջազգային ասպարեզին մեջ կփորձեն ներկայանալ իբրև խաղաղության կողմնակից, սակայն երկրի ներսը կշարունակեն տարածել հայատյաց քարոզչություն։ Պետական լրատվամիջոցներն ու պաշտոնական ելույթները կձևավորեն պատերազմական մտածողություն, որ կխոչընդոտե իրական հաշտեցման հնարավորությունը։ Օգոստոս 21-ին Կելպաճարի մեջ Իլհամ Ալիև գրգին հայտարարեց, թե Ադրբեջանը պետք է միշտ պատրաստ ըլլա պատերազմի։ Մինչ աշխարհին այս արտահայտությունը ներկայացվեցավ իբրև խաղաղության գոչ, երկրի ներսը անընկալվեցավ իբրև նախազգուշացում նոր պատերազմի հնարավորության մասին։ Այս պայմաններուն մեջ Ադրբեջանի խաղաղության խոստումները կմնան սեփական։ Իրական խաղաղությունը կգրնա հաստատվել միայն այն ժամանակ, երբ երկրի ներսը դադրեցվի ադելության քարոզը եւ ժողովուրդը սկսի ապրիլ առանց պատերազմի վախի։ Հոկտեմբեր 18-ին Բոլսո Տատյան հայկական դպրոցին բեմին վրա հանգարց թատերախումբը ներկայացուց Ուիլյամ Սարոյանի Իմ սիրտը լեռներուն մեջ է թատրոնը հայրենով։ Արքեպիսկոպոս Ատեշյան շնորհակալություն հայտնեց Մարմարա թերթի երկարամյա գլխավոր խմբագիր Ռոբերտ Հադեջյանին թատրոնի հայերեն թարգմանության համար, ընդգծելով հայրենի բարձրաժեք եւ գեղեցիկ գործադությունը բեմին վրա։
Թատերական քննադատ Էրդողան Միտրանի նշած է, որ հանգարցը կարևոր առաքելություն մգիրականացնե բահբանելով հայոց լեզուն եւ մշակույթը Թուրքիո մեջ։ Ան հիշեցուց, որ 2024-ին Թատերական քննադատներու միությունը հատուկ մրցանակ շնորհած է հանգարցին իրենց գործունեության համար։ Հանգարցը հիմնադրված է 2018-ին երիտասարդ հայ թատերական գործիչներու կողմէ եւ արդեն բեմադրած է շուրջ 100 ներկայացում։ 2024-ի հուլիսին խումբը ելույթ ունեցած է Հայաստանի մեջ, ներկայացնելով նույն թատրոնը հայերենով։ Նոյեմբեր 27-ին խումբը ելույթ կունենա Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին մեջ միջազգային թատերական փառատոնից իրեն ներս։ Հանգարցի գործունեությունը գրգին անգամ կվկայե, որ հայ մշակույթն ու լեզուն կշարունակեն ապրիլ եւ ծագիլ, նույնիսկ մեր պատմական հողերու սահմաններեն դուրս։ Թրքական ԵԱՊ քրեդի հրադարակչությունը 2022-ին հրադարակած Արսենի Յարմանի երկհադորանի ոսկերչական իրեր եւ հայ ոսկերիչներ Օսմանիա շրջանին գիտական ուսումնասիրությունը այժմ լույս տեսած է նաեւ անգլերենով։ Աշխատությունը համապարփակ հետազոտություն մնե։ Ան կներկայացնե հայ ոսկերիչներու թերը Օսմանյան գայսրության մեջ սկսելով թանգարժեք քարերու մշակույթեն մինչև արքունիքներու պատվերները։ Հեղինակը հիմնված է Օսմանյան եւ ընտանեկան արխիվներու, ինչպես նաեւ բանավոր հարցազրույցներու վրա։ Երկհադորանին մեջ ընդգրկված են մոտ 2000 հայ վարպետներու անուններ, ավելի քան 750 արխիվային փաստաթուղթ, 1200 պատկեր եւ լուսանկար, ինչպես նաեւ 300 մանրամասն գծանկար ոսկերչական իրերու վերաբերյալ։ Արսեն Յարման նշած է, թե իր աշխատանքը նաև հարկանքի դուրք մնե այն հայ վարպետներուն, որոնց ցերկերով ստեղծված են Օսմանյան բալատներու շքեղ զարդերը։ Անոր խոսքով այս ուսումնասիրությունը ծնած է թե անձնական հիշողություններեն, թե այն վկայություններեն, որոնց համաձայն թուրք վարպետներն անգամ իրենց արհեստը սորված են հայ ոսկերիչներեն։ Հոկտեմբեր 28-ին նոյեմբեր 1-ը հնակվին ցերակրերու մատենատարան գիտահետազոտական ինստիտուտ Տանկարանի մեջ պիտի ցուցադրվի հայ մեծ մտածող, գիտնական, օրենսդիր, արագակիր եւ մանկավարժ Մխիթար Կոշի 13-րդ դարու տադաստանակիրքի հազվագյուտ օրինակը հայկական իրավական ժառանգության ամենակարևոր նմուշներեն մեկը։ Մոտ 1184 թվականին կազմված այս ֆեոդալական իրավունքի ժողովածուն հիմք եղած է հայկական իրավական մտքի զարգացումին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհուրդ 2025-ի ապրիլին միացած այն որոշումով Մխիթար Կոշի տադաստանակիրք հայոց աշխատությունը գրանցեց աշխարհի հիշողություն միջազգային գրանցամատյանին մեջ։ Հոկտեմբեր 25-ին մինչև նոյեմբեր 2-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի մեջ ընթացող գիրքի 68-րդ միջազգային ցուցահանդեսին ներկայացված են նաև հայ գրողներու գիրքեր։ Ակցիա գույրերու համար ընկերությունը այս տարի իր դաղավարի մեջ տեղ տված է նաև հայ թարգմանական գրականության։ Մասնավորապես ներկայացված են ընկերության հրադարակած սերբաբնակ Անուշ Պալայանի պատմվածքներու ժողովածուն, շարք այլ հեղինակներու գիրքեր, ինչպես նաև Մգրտիչ Սարգսյանի Քաչ Նազարի սերբերեն թարգմանության հրադարակությունը եւ հայերենի հերթական 10 ցայնագիրքը։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախադեсած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։